Աննախադեպ օրեր ենք ապրում, երկու arczepiskopos, երկու սրբազաններ գտնվում են ԱԱԾ մեկուսարանում, մայրաթորի դեմ տեսակ ինչ արշավ, ինչ, այսպես ասենք, նվաճողական արշավ են իրականացնում, սպեցնազը, ԱԱԾ-ականները զինված ուղղակի փորձում էին գրավել մայրաթորը, այս իրողությունների հետ կապված ձեր գնահատականը լսենք, ինչպես նաև գիտեք, որ 2 ամսով կալանավորված է գործարար բարերար Սամվել Կարապետյանը, դրված է հեծը խլելու հարցը, այդ պրոցեսը այլևս սկսված է, խնդրեմ այս թեմաների հետ կապված ձեր գնահատականը։ Ասեմ ձեզ, որ այստեղ գալուց առաջ ես նայեցի մի քանի պատմական փաստաթղթեր եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը եւ իր մանկուրտները այդ թուրքահապատակ իշխանությունը անգրագետության մեջ կորած են եւ իրենց համար հայ ժողովրդի համար կրթությունը եղել է մշտապես նորաձև եւ մշտապես եղել է կրթությունը առաջնային, սակայն այդ կիսագրագետ առանց բարձրագույն կրթության այդ ոչնչությունների համար կրթությունը 21-րդ դարում է դարձել նորաձև, այն էլ իշխանության փողերով եւ իշխանության հաշվին նորաձևություն խաղալը, թեկուզ ես ասեմ ձեզ, որ երբ Սիսիանում եւ Գորիսում հանդիպումներ են ունեցել, ապա բռնաճնշումների, վախեցնելու, գործից հեռացնելու սպառնալիքների ներքո հավաքել են ընդամենը 150 մարդ։ 150 մարդից 20-ը Սիսիանում կեսից դուրս են եկել եւ հեռացել են ցուցադրաբար հեռացել են դահլիճից եւ մեկը, որ իմ հարևանի կինն էր, իմ մանկության ընկերներից մեկի կինն էր, որը հավատավոր Նիկոլական էր, ասես ես այդպիսի անգրագիտություն եւ այդպիսի հոգեկան հիվանդ չեմ տեսել։ Ես ոնց եմ սրան 21 թվականին ընտրել եւ ոնց եմ այդքան տարի հավատացել։ Բայց ինչևից է։ Այդ կիսախելագար, ինչպես փաստաբաններից մեկն է ասել, պարանոիդ շիզոֆրենիկը այսօր ոչնչացրել է մի ամբողջ ազգ, մի ամբողջ ազգի դարավոր պայքար պետության եւ պետականության համար։ Գիտես, վերջերս ես կարդում էի Նիկոլայ Սադոնցի Հայաստանը Հուստունյանոսի ժամանակ եւ կարդացի թե ինչպես են հայ իշխանների եւ հայ զինվորականների, ինչպես են հայ իշխանների եւ հայ զինվորականների դիմադրողականությունը եւ ռազմական ուժը ոչնչացրել։ Պարզապես օրենք են ընդունել, որ ժառանգոտ են բոլորը, այդ թվում նաեւ աղջիկները։ Եվ բնականաբար աղջիկները, որոնք ամուսնացել են հարևան իշխանների կամ մեծատոհմիկների հետ, իրենց հոր ժառանգությունից եւ իշխանական այդ հսկա կալվածքները մանրացել են եւ ռազմական ուժը փոքրացել է։ Այդ շիզոֆրենիկ տականքներին եւ նրանց հավատացող ոչխարներին ուզում եմ ասել, աղբյանոցների եւ լուսավորիչների տոհմը 300 տարի ժառանգաբար փոխանցել է սերնդես սերունդ, այսինքն կաթողիկոսները, հայրապետները հայոց ունեցել են իրավունք ամուսնանալու եւ ժառանգություն ունենալու եւ փոխանցելու իրենց կրթությունը եւ հոգեվոր առաջնությունը իրենց ժառանգներին։ Այնպես որ երբ միջնադարում հայոց եկեղեցին դարձել է հայապահպանության միայն գործիքը, կարևոր էր որ եկեղեցին լինի նաև տնտեսապես հզոր, որպեսզի կարողանա գլաձորի եւ Տաթևի համալսարանների նման համալսարաններ ստեղծի, Սիսի համալսարանի նման համալսարան ստեղծի եւ հայոց ոգին, կրթությունը, գիտությունը եւ ազգային հիշողությունը փոխանցի սերնդեսերունդ, որպեսզի լինի ոչ թե անհատը հզոր, այլ եկեղեցին հզոր։ Եվ հիմա ուզում եմ բերել Նիկոլ Փաշինյան Սահմանադրական կարգի տապալման կեղծ մեղադրանքով սրբազաններ ես կալանավորել։ Եվ կալանավորել ես Սամվել Կարապետյանին։ Մինչ այլս ասեմ, որ 422 հոդվածում ինձ մեղադրանք է առաջադրվել։ Հասկանում եք։ Երբ ես ասել եմ հայոց բանակ ոտքի կանգնի եւ փրկի երկիրը։ Եվ այդ արտահայտության համար ինձ մեղադրանք են առաջադրել։ Առանց փորձաքննության պարզապես կարդացել են հոդվածը 422 եւ մեղադրանքն առաջադրել են։ Հիմա Նիկոլի իշխանությունը եւ սահմանադրական կարգը նույնացվել է Հայաստանի Հանրապետությունում, թեկուզ Նիկոլ Ալիևի իշխանությունը ասի մարդը։ Բայց դա նշանակություն չունի, որովհետեւ խնդիրը ոչ թե սահմանադրական կարգն է, սահմանադրական կարգը ինքը Նիկոլ Փաշինյանն է խախտել ամեն օր։ Ինչու՞ մինչեւ հիմա քրեական գործ չի հարուցվել ինքնիշխանությունը, դա սահմանադրական կարգ է։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության տարածքային ամբողջականության խախտման Նիկոլ Փաշինյանի խոստովանության եւ պաշտոնական անգործության այդ վիճակը բարելավելու համար, երբ ասեց Սև լճի 30%-ի համար պատերազմ չեմ սկսելու, երբ ասեց այդ սարերը, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մեջ են, մեզ պետք չեն, դա սահմանադրական կարգի իրական խախտում է, իրական խախտում, երբ օրենքներ են ընդունում, որոնք սահմանադրական կարգը խախտում են, օրինակ սահմանադրական դատարանի մասին օրենքը, որը կոպիտ խախտմամբ իրականացվեց եւ սահմանադրական կարգը փոխվեց։ Այսօր հայոց եկեղեցու դեմ ծավալվել է արշավ։ Բացել եմ 3 սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, գործող սահմանադրությունը, որտեղ գրված է, որ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին գործում է իշխանությունից անկախ եւ իշխանությունն ու եկեղեցին գործում են անկախ իրարից։ Այսինքն Հայաստանի Հանրապետության իշխանությունը եկեղեցու նկատմամբ որևէ իրավական իրավունք չունի։ Եվ երբ շիզոֆրենիկը նախորոք հարցը տվել են, որ մեկը հեռախոսից կարդում է, ինքը նախորոք հեռախոսից արդեն կարդում է կանոնագիրքը ինչ-որ բան, բերեմ մի քանի կանոնագրքից Հայաստանի Հանրապետության եկեղեցուն վերաբերյալ։ Ուրեմն կանոն 19 Սուրբ Հովան Օզնեցի Հայրապետի մեղքը քննելը պատկանում է միայն ազգային եկեղեցու ժողովին, ոչ թե աշխարհիկ իշխանությանը կամ անհատին։ Դա Հովան Օզնեցին է ասել։ Ով հայրապետի կամ եպիսկոպոսի անարգի պախարակի կամ դատի առանց եկեղեցու ժողովի գիտության թող ապաշխարի, թող լինի արտաքսյալ ու անիծյալ։ Հասկանում ես, դա Ներսես Շնորհալին է ասել։ Ներսես Շնորհալին նաև ասել է հանճարեղ մի բան, հայրապետը ազգային միասնության խորհրդանիշն է։ Եվ այդ ազգային միասնությունը ինչու է Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում, ինչու է արշավ ստեղծել, ինչու է կաթողիկոսին իր աշխարհիկ անունով դիմում եւ մոմավաճառության մեջ մեղադրում, ինչու են 20,000 տալիս, որպեսզի պաշտոնյաների ծնողները իբր թե տարիքով մարդիկ են, անարգանքի խոսքեր ասեն մեր սրբերի վերաբերյալ, ինչու? Եթե ինչ-որ ոչխար հանուն փողի չի հասկանում դա, ապա հավատավոր եւ ազգային հենքի վրա ապրող հայ ժողովրդին ես ասեմ ինչու, որովհետեւ Ադրբեջանում ընդունվել է Արևմտյան Ադրբեջանի, այսինքն Հայաստանի տարածքում մահմեդական, մուսուլմանական կենտրոնի բացում։ Հասկանում եք? Հայաստանի Երևանի կենտրոնում Իհարկե Ադրբեջանի կառավարության պահանջով հողահատկացումը կատարվել է նախկին Սուրմալուի տարածքում, որտեղ պետք է մզկիթ կառուցվի եւ հոգեվոր առաջնորդարան, որքան նման է այդ պայթյունին, Սուրմալուի պայթյունի հետևանքներին, որքան նման է։ Եվ ինչ որ մեկը եթե փնտրում է երեխա կամ մոմավաճառության սխալ, թող պատճառը փնտրեն Նիկոլ Փաշինյանի անխոս ենթարկում, նայեցեք, Արցախն ուզում էր Ադրբեջանը, Նիկոլը տվեց։ Հիմա մեղադրում են ռուսներին բոլորին, բայց Նիկոլը ճանաչեց Արցախ եւ Լևոն Տեր-Պետրոսյան ճիշտ է ասել, Արցախը ձեր իշխանությունը հանձնեց։ Դուք անիծված եք լինելու դարեդար Արցախ հանձնելու համար։ Ադրբեջանը Արցախ էր ուզում, տվեց։ Ադրբեջանը մեծ ստրատեգիական բարձունքներն էր ուզում, Նիկոլ Փաշինյանը տվեց։ Մեծ ստրատեգիական ճանապարհներն էր ուզում, Նիկոլ Փաշինյանը տվեց։ Հայոց բանակի ոչնչացումն էր ուզում, Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց Արցախի բանակը, ոչնչացնում է Հայաստանի Հանրապետության բանակը, որը այսուհետ մարտունակ չէ։ Մարտունակ չէ։ Ադրբեջանն ուզում էր հասարակական ցնցումներ, քաղաքացիական պատերազմ, Նիկոլ Փաշինյանը ամեն օր քաղաքացիական պատերազմ է վարում սեփական ազգի եւ սեփական ժողովրդի դեմ։ Հասարակական անմիաբանություն էր պետք։ Դա էր ռևանշիզմի դեմ պայքար է պետք, Նիկոլ Փաշինյանը արդեն 25 գեներալ է դատել։ Եվ դուք չեք հասկանում, որ Մամել Գրիգորյանի դատը հենց այնպես չէր։ Դա սկիզբն էր մեր պարտության։
Դա մունետիկն էր մեր պատմության, գալարափողն էր մեր պարտության, որով մենք արդեն պարտվեցինք։ Ռևանշիստների դեմ պայքարը ցանկանում, դատում են Արցախի հաղթանակած գեներալներին եւ նախագահներին, դատում են Հայաստանի նախագահներին հաղթանակած։ Իսկ համաշխարհային պոռնիկ հարճը համարձակվում է հաղթանակած նախագահին Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրանքներ եւ վիրավորանքներ ուղղել։ Դուք հասկանում եք ինչ է։ Ահա սա է։ Սա է։ Եվ ուզում էին, որպեսզի Հայաստանը ռազմական առումով թուլանա եւ ենթարկվի, տնտեսական առումով թուլանա եւ ենթարկվի։ Հիմա էներգետիկ ստրկության են տանում Հայաստանի Հանրապետությունը։ Նայեցեք։ Ինչ է նշանակում էներգետիկ ստրկություն։ Ինչ է նշանակում էներգետիկ ստրկություն։ Ես վերջերս ուսումնասիրեցի, թե երբ է Հայաստանի Հանրապետության տարածքային եւ ինքնակառավարման մարմինի այդ նախարարը Դավիթ Խլղացյան, հա? Դավիթ ազգանունը, որովհետեւ դրանք երեկվա մանկուրտ լակոտակրատիան են, ես դրանց չեմ էլ ճանաչել, չեմ էլ ցանկանում ճանաչել, չէ՞, որը կառավարության դիմաց լրագրողին պատասխանում էր, որ գիտեք ինչ կա, հեծը պետք է վերադարձվի ժողովրդին, էժանացվի, ժողովուրդն է դա պահանջում։ Սուտ, մանիպուլյացիա։ Սիրելի ժողովուրդ, ձեր անվամբ, ձեզ խաբելու, ձեզ մանիպուլյացիաներից առաջ այդ նույն Դավիթը Թուրքիայում հանդիպել է Alp Anslar Բայրակթարի հետ, իրենց նախարարի հետ, եւ քննարկել են, Բայրակթարը դա ճիշտ եք ասում, դա թռչող անութաչու սարքերն են, հզոր, որով սպանվեցին մեր երեխաները։ Այդ տարածքային կառավարման նախարարը հանդիպել է Alp Anslar Բայրակթարի հետ եւ խոստացել է, որ Մեծամորի այգը կփակվի, որ այսօր փակված է, իբր թե տեխնիկական վերազինման համար, իբր թե 1500 տոննա սարքավորումներ են բերել Ռուսաստանից տեխնիկական վերազինման համար, բայց դա այդպես էլ փակվելու է, որովհետև այդ 1500 տոննան այդ հարստացված ուրանի դանդաղ սպառման համար է, ոչ թե էներգիա արտադրելու համար։ Այսինքն դա ունի ժամկետ, չէ, որ պետք է ինքը այդ մաստիկների արագ շարժը պետք է դանդաղի եւ դադարի։ Իսկ դա տարիներ են, տասնյակ տարիներ են, այդ սարքավորումները դրա համար են։ Մեծամորի այգը կփակվի եւ հեծը կտրվի թուրքական Enşyuh կազմակերպությանը։ Իբր թե պետության անվանակ, ես ուզում եմ մի բան հարցնել։ Սիրելի հայ ժողովուրդ, ինչ եղավ Ես ուզում եմ հարցնել, ինչ եղավ, երբ Քաջարյանի կոմբինատի 12, հետո 21 տարբեր թվեր բանանեցին, տոկոս արժեթղթերը տրվեց կառավարությանը։ Մեր բյուջեում, բացի Քաջարյանի պղնձամոլիբդենային ներեցեք, պղնձամոլիբդենային կոմբինատի հարկերից այդ մուտքերի կառավարություն, այդ մուտքերի մասին ոչ մի խոսք չկա։ Նայեցեք, կառավարություն պետք է լինի, որ կառավարությունը այսքան տոկոսով արժեթուղթ է տիրապետում եւ այսքան եկամուտ է ապահովել։ Բյուջետային հաշվետվության մեջ այդ մասին ոչ մի բան չկա։ Այդ փողերը գնում է օֆշոր։ Իսկ գիտեք, օֆշորը դա Նիկոլի Դանայան տակառն է, որտեղ կենտրոնանում են հսկայական միջոցներ, հայ ժողովրդից թալանված հսկայական միջոցներ, եւ որոնք հետո ծառայել են իբր թե Նիկոլի եւ իր ընտանիքի անվտանգության ապահովմանը, որը խոստացել են եվրոպական եւ թուրքական իշխանությունները։ Բայց ասեմ ձեզ,
Ինչ եղավ դա։ Հիմա Սամվել Կարապետյանի կալանավորումը ուղիղ տեքստով կապված է տարածքային կառավարման նախարարի Հայաստանի Հանրապետության Թուրքիայի էներգետիկ նախարարի հանդիպման եւ պայմանավորվածության հետ, Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի հետ եւ իր խոստացածը նրա, որ հայ ժողովրդին ինքը կապահովի տնտեսական ստրկացում հայ ժողովրդի համար։ Նայեցեք, ինչ վիճակում է այսօր Աջարյան։ Աջարյան այսօր արդեն 30% թուրքական բնակչությամբ է հագեցված։ Մահմեդական այդ երկիրը, իսկ Աջարիայի տնտեսական ամբողջ կապիտալի 80%-ը պատկանում է Թուրքիային։ Եվ ցանկացած մի փոքր միջադեպ եւ Թուրքիան կարող է զորք մտցնել իր ազգային շահերի պաշտպանության համար։ Հայ ժողովուրդ, դուք արդյոք պատրաստ եք $400 $160 փոխարեն գազ ներմուծել Ադրբեջանից։ Եվ ձեր հսկայական փողերը գնա Ադրբեջանին։ Եվ գլխին Նիկոլի կողմից բան թափած դավաճան օլիգարխը հանդիպում ընդամենը 10 հոգի չեն կրվել Ղարաբաղցին 10 զոհ են ունեցել։ Ես ասեմ, որ 26 անհետ կորած կա։ 26-ից 10-ը մանկապարտեզի երեխաներ են։ 10-ը օրիորդ աղջիկներ, որոնց գողացել են ու վաճառել են։ Ես ցույց եմ տվել այդ կադրերը, որտեղ հայ աղջիկ են վաճառում $500։ Հասկանում եք, 253 զոհ կա, մինչև այսօր անհայտ այդ հրդեհի զոհերի թիվը ճշտված չէ, անհետ կորածների թիվը ճշտված չէ, 20, 21, 23 թվականների պատերազմների զոհերի անհետ կորածների թիվը ճշտված չէ, գերիների թիվը ճշտված չէ, որովհետև մշտապես այս պարանոիդ շիզոֆրենիկ Նիկոլ Փաշինյանը պետք է հայ ժողովրդին ցնցումների մեջ պահի, կեղծ քրեական գործերով։ Սամվել Կարապետյանին կալանավորել են որպեսի պայքարի ֆինանսական, հեղինակային մասը ոչնչացնեն։ Եթե ձեզ թվում է, թե Սամվել Կարապետյանը դուրս չի գալու բանդից, դուրս է գալու։ Եթե ձեզ թվում է, որ այդ իշխանությունները դիտավորյալ չեն գործում են, բայց գիտեք ինչ կա։ Այս իշխանությունները մեղավոր չեն այլևս։ Մեղավոր է այն կարմիր բերետավորը, ոստիկանը, ԱԱՑ-ի այն ներկայացուցիչը, ովքեր հարձակվում է հայոց սրբության սրբոց Էջմիածնի վրա։ Այդ մեղավորը դրանք են։ Մի փոր հացի, աշխատավարձի, ուսադիրների մեքենայով ֆրֆռալու զվռնելու համար հայ տականքը, ինչպիսի անն ուզում է կրել, ծախված քաղաքացի, ծախված ոստիկան թե դատավոր, պատասխան է տալու։ Պատասխան է տալու իմ առաջ չէ։ Եվ Թուրքիա եկա մորթեց իր ցեղը արյունը, այն ժամանակ է ինքը պատասխան տալու, ընտանիքի առաջ է պատասխան տալու։ Թե ձեզ թվում է թուրքը 21-րդ դարում այսպես բարի է, զարգացած է, կիրթ է։ Այդ կիրթ Ալիևը մորթեց հայ ծերունուն։ Այդ կիրթ Ալիևը կտրել էր հայ զինվորների գլուխները, ֆուտբոլ էր խաղում։ Այդ կիրթ Ալիևը մանկապարտեզի երեխաներին ցածի էր հանում։ Այդ կիրթ Ալիևը սա է մեր իրականությունը։ Եվ այս իշխանությունը հենվում է հենց այդ ոստիկանի ԱԱՑ-ի, այն շինծու դատավորի դատախազի և քննիչի վրա։ Սամվել Կարապետյանին քրեական գործ են հարուցել։ Ինչի համար։ Ինչի համար։ Որ ասել է մենք բոլոր միջոցներով կպաշտպանենք եկեղեցի։ Դա սահմանադրական կարգի տապալումն է։ Եկեղեցին պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ։ Հիմա սահմանադրությամբ պաշտպանված կառույցին պաշտպանելը դա հանցագործություն է դառնում։
Բոլոր միջոցներից որ միջոցները քննիչ ապացուցել է որ դա զինված պայքարի միջոց է Քրեատավարական օրենսգրքի 113-րդ հոդվածում ասել է որ ապացույցները երկիմաց չեն կարող լինել եւ չպետք է հիմնված լինեն երևակայության վրա Թե դա չի գործում արդեն ես գիտեմ որ չի գործում Ես գիտեմ որ այսօր գործում է միայն Նիկոլ Փաշինյանի ցանկությունը Տես ասում են խմբեր են կազմակերպել եւ առանց ամանչելու քննչականի նոր պետը հերթական սեքս շոպից գնված օգտագործելի ապրանքը որ ինչու եմ ես դա ասում որովհետեւ բոլորին Նիկոլ Փաշինյան ինչպես սեքս շոպից գնված ապրանք օգտագործում եւ դեն են ետում նախքին քննչականի պետերին հիշեք ներքին գործերի նախարարներին հիշեք դատավորներին հիշեք Հայտարարում են որ խմբեր են կազմակերպել եւ ես այո իշխանափոխություն ես էլ եմ ասում Հայաստանի Հանրապետության փրկությունը իշխանափոխությունն է Ժողովուրդը այդ իրավունքը ունի ես որպես ժողովրդի ներկայացուցիչ հայտարարում եմ ես իրավունք ունեմ իշխանափոխության Միտինգները ցույցերը փողոցային պայքարը դա օրեսդրորեն պաշտպանված իշխանափոխության գործիքներ են Ձայնագրություն, հա, ձայնագրությունը ես եմ լսել այդ ձայնագրությունները, այդ պաշտպանները եւ դատարանում ներկաները ինձ պատմել են ինչի մասն է խոսքը։ Հա իշխանափոխություն։ Հա խոստովանել որ դա ինքն է ասում որ իշխանություն, պետք է պայքարենք Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ Բայց հիմա հիշեցնեմ ձեզ, ուր է ներքին գործերային նախարարը, որը վախեցած Նիկոլի հրամանով զարյա օգտագործեց ժողովրդի դեմ, արյուն թափեց։ Նիկոլ Փաշինյանը վռնդել է նրան։ Եվ հիմա երկրից փախել է մորուք է պահում որպես իրեն բանամ սփյուռքում չճանաչեն ուր է տերտերի այդ պիճը քնչականի պետ կոչեցյալ այդ ոչնչությունը վախեցած դուրս է գալիս հիմա հարևաններին մեղ բարևում է որպեսզի ինչ պետք է արդարացվի ոչ դուք պատասխան եք տալու Սյունիքում ես տեսա քպեական մի հատ նախկին ակտիվիստ, որ ասում է պարոն Հովհաննիսյան, ով էլ գա իշխանության վենդետա թույլ չի տալու։ Այո, վենդետա չի լինելու։ Պատասխանատվություն է լինելու։ Քպեականների համար, իրենց բոլոր արածների համար պատասխան են տալու քպեականները։ Բոլոր արածների համար են պատասխան տալու։ Ձեզ թվում է թե մեր սրբազաններին կալնավորելու համար պատասխան չէ տալ, տեսեք ինչ են ասում։ 2000 բանը ասում են խմբեր են ձևավորել, որպեսզի իշխանափոխություն զինված պայքար իշխանափոխություն կատարելու համար։ Հիշեցնեմ 2020 թվականին, երբ ըմբոստացած ժողովուրդը հարձակվեց կառավարության եւ ազգային ժողովի վրա, մեղադրանքի մեջ գրվեցին խմբեր են ստեղծվել գաղտնի հարձակվել եւ ոչ մի խմբերի մասին դատավարության մեջ խոսք չգնաց։ Հայտարարեցին որ խմբեր են ստեղծել բանը զինված հեղաշրջում կատարելու համար Նիկոլին պահեցին իշխանության ժողովուրդը բա խմբեր են ստեղծել բայց չապացուցվեց 21 թվականին նույն խմբեր են ստեղծվել իշխանափոխության համար բայց չապացուցվեց ոչ մի բան Պարզապես ասեցին, հիմա եթե քննչականի պետը խմբեր է ասում, պետք է բերվեն ովքեր են եղել այդ խմբերը։ Ես վերջերս ես իմ հերոս հրամանատարներից մեկի հետ էի խոսում, Արցախյան ազգում։ Իրեն էլ են քրեական մեղադրանք առաջադրել խմբեր ստեղծելու եւ զինված պայքար կազմակերպելու համար։ Եվ ինչ է պարզվում, որ այդ մեղադրանքը շինծու է եղել։ Եվ այդ մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվել է։ Բայց ժողովրդին ասեցին, չէ՞ որ խմբեր են ստեղծվել։ Ժողովուրդը մտածեց, որ այդպես է հանգստացավ ոչխար ժողովուրդ։ Քո վերջին պատմական հայրենիքի վերջին կտորը Նիկոլը տալիս է Թուրքին։ Ես մեկ ամսից ավել Սյունիքում եմ եղել։ Վարդենիսից են ինձ զանգել։ Ես ասեմ ինչ եմ տեսել։ Ես ինձ երբ զանգեցի եւ ասեցին դաստակերտի հատվածում նախքին մի քանի թուրքական գյուղերում ինչ որ չափումներ են անում, ես դուրս եկա գնացի մեքենայով։ Գնացի ԱԱՑ-ն կանգնած պոստեր դրել, որպեսզի ոչ ոք այդ տարածքից ներս չմտնի։
Այնտեղ մի ճանապարհ է տանում դեպի այդ 3-4 գյուղերը եւ ԱԱԾ-ն փակել էր։ Գիտեք 21 թվականին Գորիսում մի շինուհայրցի մի հանճարեղ խոսք ասեց, մեկի թիկունքին գրված է ԱԱԾ, ասեց ինչ է այդ նշանակում, նշանակում է Ադրբեջանի ազգի ծառաներ։ Ես համամիտ եմ, որ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն Ադրբեջանի ազգի ծառաները։ Եվ եթե նախկին ԱԱԾ-ի պետերին թվում է, որ իրենք պատասխան չեն տալու այն հանցագործությունների համար եւ նոր նշանակված ԿՊ-ական, նիկոլական այդ ԱԱԾ-ի պետը մտածում է, որ իր արարքների համար պատասխան չի տալու, սխալվում եք։ Բոլորը պատասխան եք տալու օրենքի ողջ խստությամբ եւ մարդկային վրեժի ողջ ահասարսուր խստությամբ։ Ազգը իր վրեժը ունի։ Եվ ես գնացի, այնտեղ իհարկե ես լինելով տեղացի, ես գնացի եւ տեսա ինչ են անում։ Չափումներ են անում, ռելիեֆի չափումներ եւ ռելիեֆի նկարագրություններ, որպեսզի այդ հատվածում 3 բնակավայր պետք է կառուցվի Թուրքիայի կողմից, Ադրբեջանի կողմից։ Եվ այդ 3 բնակավայրներում պետք է 10,000 մարդ ապրի։ Իհարկե այնտեղ է նայում Դաստագերտի մեռած քաղաքը, որը նույնպես տրվում է թուրքերին։ Իսկ Դաստագերտը դա Քաջարյանի հակառակ երեսն է, որտեղ մոլիբդենի եւ պղնձի հսկայական պաշարներ կան։ Պարզապես դժվար է հանույթը կազմակերպելը, ծախսատարը դեռևս փակված է, ռեզերվացած է դա։ Ադրբեջանը արդեն չափումներ են ստեղծել։ Նույնը Վարդենիսի 10 բնակավայրերն չափումներ անում։ Ինձ ասացին, որ Մասիսի 3 գյուղերի հատված են եկել չափումներ են անում։ Վայքում են չափումներ անում արդեն։ Ես աշկերովս տեսել եմ, ինչպես են Սիսիանում այդ չափումներն անում Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի նշանի տակ։ Իհարկե ես չեմ կարող հաստատել դրանք Հայաստանի ԱԱԾ-ն են, թե թուրքական հատուկ ծառայություններն են, պարզապես հայկական ԱԱԾ են գրել, որպեսզի իրենց գործը կատարել, բայց ով է նրանց թույլ տվել այդ չափումներն անել, ռելիեֆի նկարագրությունները վերցնել եւ հողի նմուշները վերցնել, դա արդեն այլ հարց է։ Այն որ Ալիևը ասում է, որ 17 պահանջ ենք դրել եւ 17-ն էլ Հայաստանը համաձայնել եւ Հայաստանի Հանրապետության ոչ մի պահանջի հետ մենք չենք համաձայնել, դա խոսում է այն մասին, որ 300,000, ինչպես Ալիևն է ասում, ադրբեջանցիներ, որոնք պետք է վերաբնակեցվեն Հայաստանի Հանրապետություն, դա իրականությանն է համապատասխանում։ Եվ ինչ եմ ուզում ասում, կրթությունը նորաձև է այդ շարժումը։ Ես վերջերս տհաճությամբ նայեցի, թե ինչպես էր մի դերասանուհի, որին առաջի անգամ էի տեսնում, երիտասարդ դերասանուհի, ասում է. «Գիտեք ինչ կա, անդիմադիրներն ասում են, եթե մանկապարտեզ է կառուցում, պետականություն է ամրապնդում, դա սխալ է»։ Ես ուզում եմ բերել։ Միայն Սյունիքի մարզն եմ բերում, ուրիշ տեղ չէ։ Փակվում է Լիչկի դպրոցը։ Ուշադիր լսեք։ Փակվում է Լորի դպրոցը։ Լորը, որը Համոսահյան է տվել, այլևս դպրոց չի ունենալու։ Փակվում է Լեռնաշենի դպրոցը, Սյունիքում, Գետաթաղի դպրոցը, Որոտանի դպրոցը, Ախխիտուի դպրոցը, Սալվարդի դպրոցը, Սպանդարյանի դպրոցը։ Դա միայն Սյունիքում։ Բերեմ մի օրինակ, Լիչկում։ Լիչկից հեռանում է 8 ընտանիք։ Սալվարդից հեռացել է 7 ընտանիք։ Փակել են դռներն ու հեռացել են, որովհետև երեխաներին պետք է դպրոց տանեն, երիտասարդ ընտանիքներ են։ Երեխաներին դպրոց պետք է տանեն, հիմա չեն տանում։ 5 երեխա ունեցող ընտանիքը դուռը փակել է, հեռացել է, որպեսզի երեխաները բանան։ Հիմա կրթությունը նորաձև է, թե կրթությունը։ Ես ուզում եմ այդ դերասանուհին հարցնել։ Մանկապարտեզը հասկացանք, ոչ մի նոր մանկապարտեզ չի ստեղծվում։ Բոլորը հին մանկապարտեզը ներկվում են, փչվում են եւ նորի տեղ Նիկոլը գնում է բացում է մի քանի հոտ 20,000 դրամանոց հասարակական պորնիկներ կանգնում են ողջունում են Նիկոլին,
Եթե ով հասարակական պոռնիկ չէ, թող գա իմ դիմաց ասի, որ ես Նիկոլի ձեռը սեղմել եմ 20,000 չեմ ստացել, ես ապացուցեմ դա։ Հիմա նայեցեք, քանի միայն Սյունիքում 40 դպրոց է փակվում։ Մանկապարտեզներ են կառուցում։ Իսկ կառուցված դպրոցներն ու մանկապարտեզները մոդուլային 5-ից 10 տարվա համար են։ Դա պարզապես ժողովրդին խաբելու, կրթությունը ոչնչացնելու համար է։ Ասֆալտապատում են անում, գնացեք Սյունիքի ճանապարհները նայեք, Երևանի ճանապարհները նայեք։ Մի հատ բարձրացեք մասիվ եկեք, իջեք Երևանուց, տես ինչ խայտարակ վիճակ է։ Փողոցները նայեք։ Մեքենաների գույքահարկը, ապան, բոլորը 100%-ով թանկացրել է այս տականք իշխանությունը։ Իրական Հայաստան է կառուցում։ Եվ ինչու է աղմուկում դավաճան տականքը, ինչու։ Նիկոլ Փաշինյան, ով է քեզ իրավունք տվել Հայաստանի Հանրապետության պետական պարկը դարձնես 14 միլիարդ։ Հայաստանի Հանրապետության պետական պարկը 14 միլիարդ է։ Արդեն իսկ։ Եվ դեռ շարունակվում է 20, 30, 80 միլիոն դոլարներով, եվրոներով պարկը շարունակվում է։ 14 միլիարդի սահմանն անցել է։ Եվ ուր է այդ փողը։ Եվ ուր է այդ փողը, ձեզ եմ հարցնում։ Խոսում են պետականության ինքնիշխանության մասին։ Իրական Հայաստանը հակադրում են պատմական Հայաստանին, դա միայն թուրքն էր ցանկանում, որ հայ ժողովրդի միջից պատմական Հայաստանի հոգեբանությունը, գիտակցությունը հանվի։ Միայն թուրքի երազանքն էր դա։ Որպեսզի 1300 թվականին ինքը եկել է Անատոլիա, կարողանա 700 տարվա մեջ 7000 տարվա պատմություն ունեցող ժողովրդից խլի պատմական հայրենիքը։ Դա կատարում է թուրքը եւ դավաճան Նիկոլը, նիկոլական աղբը, թուրքական ապրանքները, ովքեր այս վիժվածք տականքին հավատում են եւ դեռ խոսում են իրական Հայաստանի մասին։ Եվ այն Սունդուկյանի թատրոն, դերասան, որ գնում ես իրական Հայաստան էկրանի վրա նայում ես ու հարց չես տալիս, իսկ ուր է մեր պապերի երկիրը, դու դերասան չես։ Միքայել Պողոսյանն է, որ ասում է միթե դա երազ չէ։ Միքայել Պողոսյանը չէր կարող երազել, որ Արցախը կթուրքանա, որ Հայաստանը փալասի նման կանգնի թուրքերի ոտքերի տակ։ Դերասան հանուն մի լապի, կտոր լապի, երբ դու քո արվեստագետի, դու արվեստագետ կոչվելու արդեն իրավունք չունես, արվեստագետի պատիվը դնում ես եւ չես հարցնում, իսկ ուր է մեր պատմական Հայաստան, ուրեմն դու իրականում ոչինչ չունես։ Ես բոլոր նրանք, ովքեր մասնակցել են Նիկոլի այդ շոուին, նախընտրական շոուին, եւ այն էժանագին, իր հարճի հետ էժանագին կատակներին են ուշադիր լսում էին։ Դուք դերասան չեք, դուք արվեստագետ չեք, դուք հայ չեք։ Ուր է ձեր պատմական հայրենիքը։ Թուրքը, որ ասում է դուք ցիգաններ եք, գնչուներ եք, թափառական։ Նիկոլը հաստատեց, որ դուք ցիգան գնչու եք։ Եվ դուք ձեր վրա վերցրեցիք անհայրենիք շների, թուրքական շների պիտակը։ Ինչ է պետականություն։ Դերասանուհի, ես ձեզ ուզում եմ ասել, ինչ է պետականությունը, որպեսզի դուք ինքնիշխանություն, որտեղ դուք հասկանաք։ Ինքնիշխանությունը դա պետականության ամենահիմնական բաղադրիչն է։ Ինքնիշխանությունը նշանակում է Հայաստանի Հանրապետության օրենքների անխափան գործում, ճանաչված, միջազգայինորեն ճանաչված ողջ տարածքում։ Հայաստանի Հանրապետության 250 քառակուսի կիլոմետր տարածքը օկուպացված է։ Դու պետականություն եւ ինքնիշխանություն չունես։ Պետականությունը օրենքների համահավասար գործումն է ամբողջ
պետության տարածքում։ Օրենքներ չկան։ Մի հատ շիզոֆրենիկ հանձնարարություն է տալիս, մի քանի մանկուրտ սրիկաներ կատարում են։ Մանկուրտ սրիկաներ կատարում են։ Անվտանգությունն է, պետականության հիմնական անվտանգություն։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք անվտանգ չէ։ Եվ Նիկոլ Փաշինյանը ինքը խոստովանել է, որ իշխանությունը դավաճանել է ազգային անվտանգությանը եւ ազգը այլևս անվտանգ չէ։ Դա Նիկոլ Փաշինյանի խոստովանությունն է մի քանի տարի առաջ։ Իհարկե ինքը մոռանում է ինչ է հաչում, որովհետեւ իրեն գրում են թուրքական հատուկ ծառայությունները, թե ինչ պետք է ասի եւ ինչ անի, ինքը անելուց հետո դեղերի եւ հարբեցողության ազդեցության տակ մոռանում է ինչ է ասել, բայց ես հիշեցնեմ, որ դա իր ասածներն են։ Տնտեսական անկախությունը եւ տնտեսական զարգացումն է։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կտրուկ անկում է ապրում, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը ընդհանրապես ոչնչացված է։ Այն 5% տնտեսական աճը, որ ցույց են տալիս, դա այս տարվա հարկերի турքերի, տույժերի մի քանի անգամ բարձրացման հավաքագրումն են համարում տնտեսական, եթե անցած տարի հարկերը турքերի եղել են 10, այս տարի այն դարձել է 20, եւ այդ հարկերի турքերի բարձրացումը առաջին երամսյակում 5% տնտեսական աճ է տվել։ Պետք է լինի 50%, բայց 5% է տվել։ Մնացած փողերը դե գիտեք, օֆշորը նիկոլական դանայան տակառն է։ Քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավում։ Ես ասեմ, դա Հայաստանի Հանրապետության վիճակագրական տվյալներն են։ Հայաստանի Հանրապետության ծայրահեղ աղքատությունը 1%-ից 17 թվականից դարձել է 3%, իսկ աղքատությունը 23%-ից դարձել է 40%։ Հասկանում եք։ Այսինքն մենք պետականություն չունենք։ Մենք պետականություն չունենք։ Վերջերս ես նայեցի եւ Նիկոլ Փաշինյանը մարդկանց ասում եմ այլասերվածներ, մեզ մեղադրում եք թալանի մեջ, մենք թալանչի չենք, ես ոչինչ չունեմ եւ այլ։ Հա, կինն ասել է տուն ենք ծախե, տունը վաճառել ենք տուն գնելու համար եւ այլ։ Ես ասեմ, Աննա Հակոբյան, ՀԿ-ները յուրաքանչյուր 6 ամիս, եթե չեմ սխալվում, ՀԿ-ների մասին օրենքով պետք է հաշվետվություն տան իրենց եկամուտների եւ ծախսերի համար։ Դուք արդյոք հաշվետվություն եք տվել, թե այն $60 միլիոն, որը Սաշիկ Սարգսյանի ձեռքից խլել էիք դուք ինքներդ խոստովանեցիք լրագրողին, որ այն վատ փողեր են, բայց կծառայեն բարի նպատակների համար։ Որտեղ եք ծախսել։ Ուր է այդ $60 միլիոն։ Նիկոլ Փաշինյան, հիմա այլասերվածը քեզ քննադատողներն են, թե դու ինքդ ես քո հարճի հետ միասին։ Երկրորդը բերեմ, Նիկոլ Փաշինյան, ուր է 150 միլիոն 20 թվականին պատերազմի ամենաթեժ պահին սփյուռքահայերի հավաքած եւ Հայաստան ուղարկված փողը, որը դու փոխանցեցիր պետական բյուջե համահայկական հիմնադրամից, պետական բյուջեում այն կորավ, անհետ կորավ, դու ստախոս ոչնչության նման հայտարարեցիր, որ միջազգային աուդիտ են հրավիրել եւ աուդիտը որոշ բաներ եզրահանգել է, որ ծախսվել է նպատակին եւ հետո այդ միջազգային աուդիտը հայտարարեց, որ ինքը Հայաստանի Հանրապետությունում ոչ մի աուդիտ չի կատարել։ Եվ այդ սուտդ մանիպուլյացիադ իբր թե կոծկեցիր, բայց դու դրա համար պատասխան ես տալու։ Ուր է այդ $150 միլիոն։ Ստախոս տականք։ Ով է քեզ իրավունք տվել Նիկոլ Փաշինյան 10 միլիարդ Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերված 10 միլիարդանոց Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցային համալիրը 5 միլիարդ զիջել եւ անհատույց, անվարկ, անտոկոս տրամադրել քո գրպանային օլիգարխ Նարեկին 10 տարի ժամկետում, որպեսզի աշխատի եւ այդ 5 միլիարդը փակի։ Դա թալան չէ։ Հիմա այլասերվածը Նիկոլ Փաշինյան դու ես, թե քեզ քննադատողները։ Նիկոլ Փաշինյան այլասերվածը չես դու, եթե Պարտատոմս ես հրապարակում, որը ամբողջ աշխարհում 4% է սպասարկումը,
Հայաստանի Հանրապետության պարտատոմսերը 71% են։ Պարտատոմսերը սպասարկող երկու կազմակերպություններ օֆշորում են ձևակերպված։ Հայաստանի Հանրապետության հետ իբր թե կապ չունեն, եւ այդ 3.1%-ը 750 միլիոն դոլարի 3.1%-ը, դեսեք ինչ հսկայական միլիոններ է տարիներ շարունակ, որ պետք է Հայաստանի Հանրապետության բյուջեն փոխանցի եւ ըստ օդում պատտվող լուրերի այդ օֆշորային կազմակերպությունը քո հարճի կազմակերպություններն են։ Դա թալանը թե չէ, հիմա այլասրվածը դու ես թե քեզ քննադատողները։ Դա վիճակագրական տվյալներից են բերում, պետական տվյալներ են դրանք։ 8 տրիլիոն դրամի խաղադրույք է իրականացվել 2024 թվականին։ Որի 20%-ը եկամտային մասը 1.6 տրիլիոն է։ 1.6 տրիլիոնը 4 միլիարդ դոլար է։ Ուր է 4 միլիարդ դոլարը։ Գսենք 1 միլիարդը տվել եք այդ վիվարոներին, բանին, այդտեղ այդ վիվարոյի այս խաղադրույքների կազմակերպող այդ օլիգարխը ձեր գրպանային օլիգարխն է, նա հետ կապում են մի քանի իշխանության բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների, 1 միլիարդը ծախսել են իրենք։ 3 միլիարդը այլասրված տականք։ Ուր է։ Ինչու է հայ ժողովուրդը թալանվում։ Եվ ինչու էլի հատկապես էլի հենց այդ խաղադրույքների մասի եկամտահարկի բարձրացումը ազգային ժողովում մերժվեց։ Ինչ է դա նշանակում։ Ինչու մերժվեց ազգային ժողովում խաղադրույքների եկամտահարկի բարձրացումը։ Ով էր այն լոբիստը, ով էր այդ 4 միլիարդի տերն ու տիրականը, իսկ Հայաստանի Հանրապետությունում միայն մի շիզոֆրենիկ, պարանոիդ շիզոֆրենիկի ասաված է արվում։ Ես հիմա այլասրվածը քեզ քննադատողներն են, թե դու ես Նիկոլ Փաշինյան։ Ինչու մերժեցիք տոկոսադրույք բարձրացում։ Այդ մի հատ ջինսի շալվար, մի հատ վերնաշապիկ վաճառողի եկամտահարկը բարձրացրեցիք 10%, 5-ից 10% դարձրեցիք։ Վիվարոյի եկամտահարկը 4 միլիարդ դոլարի 5 բանը չմտցրեցիք։ Ինչ ով էր այդ լոբիստը։ Ես ասեմ, այլասրվածը Նիկոլ Փաշինյան դու ես, թե կոմերսանտ մեդիան էր, որը 2019 թվականին գրեց, որ Աննա Հակոբյան Դավոսի տնտեսական ֆորումում 1.5 միլիարդ եվրոյի արժեթղթեր է փորձել գնել։ Եվ Եվրամիությունը հատուկ գաղտնի զեկույց ունի այդ մասին։ Ուր է։ Հիմա այլասրված այդ 1.5 միլիարդ եվրո թալանացն է, թե այդ մասին խոսող կոմերսանտը, որին կրկնում են։ Հա? Հովիկ Աբրահամյանի տուն ձեռս խլեցիք ու կալանավորեցիք։ Այլասրվածը Հովիկ Աբրահամյանի տուն խլողն է, թե այդ մասին խոսողը։ Ծիրան եւ 8 անգամ 8 սուպերմարկետներ սեփականացրեցին Նարեկի եղբոր անվամբ։ Իսկ Նարեկի անունը բոլորը կապում են ձեր հետ, որովհետեւ մարդը 18 թվականին դատական կարգով 18 միլիոն դրամ չէր կարողանում մուծել։ Այսօր այդ նույն 18 միլիոն դրամ չմուծող չկարողացողը 6 տարի հետո 5 միլիոն դոլարով Հովիկ Աբրահամյանի տունն է առնում։ Եվ բոլոր գործարքները կապում են քո ու Աննա Հակոբյանի հետ, իր բոլոր գործարքները։ Հիմա այլասրվածը ով է։ Այլասրվածն ով է, երբ Le Monde ֆրանսիական մամուլում հրապարակում է, որ դու 3 միլիոն 100 հազար եվրոյով տուն ես գնել Մարսելում, պալատ, ամենաթանկագական, այլասրվածը գնողն է, թե այդ լրատվամիջոցը, որը այդ մասին խոսում է։ Ով է։ Քեզ թվում է, որ սրբազանների կալանավորելով, կաթողիկոսի վրա հարձակվելով, դու մարդկանց ուշադրությունը շեղես եւ թուրքերին բերելու ես, հետ տալու ես իրենց թուրքերին բերելու ես, այստեղ էթնիկական մեծամասնություն են կազմելու, քեզ թվում է դա դու մարսելու ես, կամ քո իշխանությունը մարսելու է։
Ուզում եք էլի շատ բաներ բերեմ ձեր թալաններից 500 միլիոն Պանամայի օֆշոր փոխանցված փողը քո անվամբ Նիկոլ Փաշինյան, այդ մասին Հրանտ Բագրատյանն է ասել։ Ես հիմքերը նշում են։ Հա իմիջայլոց։ Պարոն Սուքյասյան, այս FSB-ն ռուսական, այս ինչ հետք է փնտրում ադամանտի, մաֆիոզ, միջազգային ավանտյուրայի եւ այդ հետքերը քո անվան հետ են կապում։ Օրես FSB-ն այդքան պրիմիտիվ, կառույց է, ինքը չգիտի, ում հետ ինչ է կապված։ Այդ ոնց արա եկել են հասել են ձեզ։ Հա, Նիկոլ Փաշինյան, այլա սրված ես ասում քեզ քննադատողներ են, այն մի տոննա նարկոտիկը ինչ եղավ, Նիկոլ Փաշինյան։ Այսօր դպրոցները, փողոցները լցված են նարկոտիկ բաժանողներով։ Ինչ եղավ։ Փող սարքեցի դրեցի գրպանը, թե ոչ։ Նիկոլ Փաշինյան, ինչու ես ազգին ոչնչացնում։ Քեզ թվում է թե ազգը ոտքի չի կանգնելու։ Կանգնելու է ոտքի։ Եվ բոլորն են պատասխան տալու։ Դերասաններ, ովքեր ոտքի եք կանգնում, ձեր ազգի սերուցքը սպանած, ձեր հայրենիքը դավաճանաբար թուրքին տվածի առաջ, դուք պատասխան եք տալու։ Թալինցիների, սասունցիների հետնորդներ, որ ճանապարհին կանգնեցնում են 10,000, 20,000 մի կտոր լափի համար, իշխանավորներ կանգնեցնում են, որ Նիկոլ Փաշինյանի ձեռ սեղմեք, պատասխան եք տալու։ Երիտասարդ աղջիկներ, որ ասում են անվճար կընդունվեք ինստիտուտ եւ ընդունում են, բայց դուք հիշեք, այդ անվճար սովորելուց հետո դուք թուրքի ծառա եք դառնալու ընդամենը։ Սամվել Կարապետյանի նկարը Տաշիրի ճակատից իջեցնող քաղաքապետարանի աշխատակից դու պատասխան ես տալու։ Թե ձեզ թվում է նախկին իշխանություններին, հա, իմիջիալոց ասեմ, Նիկոլ Փաշինյան ասում է իր Քոչարյանը 10 միլիարդ է թալանել, 4 միլիարդ է թալանել։ Ինչ եղավ այդ 14 միլիարդ դոլարը։ 20 հոգու հետ կապված 200 միլիոնի հարց են ընդ որում ստեղծված արժեթղթերի պետական փող չէ, արժեթղթերի եւ տների համար։ Բան է իրանում նախկին թալանչիներ, ընդամենը 150 գույքի նկատմամբ դատախազությունը հայց ունի ներկայացրած։ 150։ Այսինքն 30 տարվա մեջ 150,000 գույք է ստեղծվել այդ երկրում, 150-ն է օրենքից խախտում եղել, նախկին իշխանությունները սուրբ են եղել։ Ձեզնից հետո, այդ որ իբրթե վարկով տուն են առնում, թոշակառուին 40 միլիոն դրամ են տալիս, 400 միլիոնի տուն է առնում, այդ բոլորը հատուկ քննության առարկա է լինելու։ Եվ շիկացած սրով է արմատախիլ արվելու թալանն ու կաշառակերությունը, որը քորոք Նիկոլ Փաշինյան դարձավ Հայաստանի կործանման 3 հիմնական բաղադրիչներից մեկը։ Ժողովուրդ ոտքի կանգնի, չեն դատում երկու սրբազանի, դատում են քո դիմադրողականությունը, քո ազգային հենքը, չեն քննադատում ծաղրում, պախարակում քո հայրապետին, դատում են քո ազգի միասնությունը, դիմադրողականությունը եւ թուրք են բերելու, դուք զուզա եք տալու, ոտքի կանգնի ազգ, եւ հիշեք, դատավորներ, ես իմացա, որ երկու սրբազաններին կալանք վճիռ կայացրած դատավորը նույնն է, ես ուզում եմ ասել, միայն 2024-ին 30 դատավոր է հեռացվել, որոնցից 30-ն էլ ընդդիմադիրների դեմ որոշումներ կայացրածներ եւ ինչն է հետը։ Ես խոսեցի այդ դատավորներից մեկի հետ եւ ասես պարոն Հովհաննիսյան, պրիմիտիվ է։ Մեզ զանգում ասում են կատարեք այս կամ այն բանը, հետո մեզ հեռացնում են համակարգից, իհարկե դրանից առաջ հեղինակազրկելով մեր դատավարական էությունը, որպեսզի հետո երբ մենք պահագա ինչ-որ բան հայտարարենք, ասեմ, որ դրանք հեղինակազրկված են եւ վրեժ են լուծում, նրանց ասածը ճշմարտացի չէ։ Լավագույն դեպքում թոշակ են տալիս, ասում են գնացեք թոշակով
բավարարվեք, բայց մենք երիտասարդ ենք եւ հոգեպես շատ ծանր վիճակում ենք լինելու։ Ուրեմն այդ 30 դատավորներից 18-ը հեռացել են Հայաստանի Հանրապետությունից։ Ադիբեկյան այն դատավորը, որ Քոչարյանի նկատմամբ բռնաճնշումներ գործադրեց, ինչպես Դանիբեկյանը, դուք չեք պատկերացնում ինչ սարսափելի վիճակում է, հոգեկան եւ ֆիզիկական վիճակում է։ Սարսափելի։ Նույնը ասեմ ձեզ, այդ քննիչներ, եթե ձեզ թվում է, թե ձեր հետևից չեն գալու են։ Դատախազներ, եթե ձեզ թվում է ձեր հետևից չեն գալու են։ Գալու են։ Նիկոլը ձեզ ոչնչացնելու է, հետո հանձնելու է դատաստանի։ Հա, որոշ անգրագետների մասի դատաստանը դա վիրավորական եւ բռնաճնշման կոչ չէ։ Դատաստանը հայերեն բառը, որ նշանակում է դատի տալ։ Հասկանում եք։ Ժողովուրդ ոտքի կանգնի։ Քո կործանումը արդեն իսկ ավարտվում է։